Ուրեմն Նիկոլը որ ասում է որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ասում է դե գիտենք չէ իր հին որոշումներին հակասող մոտեցումներ չէր որտեղի վատ բան է տեղ ունեցել բացում եք այդ նամակները ժողովուրդ ջան բացում եք այդ 16 թվականի կարգավորման 19 թվականի կարգավորման փաթեթները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծում երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմը ոչնչով չսահմանափակված պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որը միջազգային հանրությունը պարտավոր էր ճանաչել անկախ ելքից եւ որը տեղի էր ունենալու, որին մասնակցել էր բացառապես Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, նասիլենյան, բաց գրած է տեղ եւ անգլերեն տեքստով եւ ռուսերեն տեքստով, այսինքն փուչիկ, Նիկոլի ստերի փուչիկ, հաջորդ սուտ է ինչ էր ասում, այս վաղ ասում էր Լեռնային Ղարաբաղը ասում է միջանկյալ կարգավիճակ չեր ունենալու ասում է Սերժը խափում ասում է այդ փաստաթղթերում ասում է միջանկյալ կարգավիճակ իրաց լեզվով ասած յող միջանկյալ կարգավիճակի մասին բոլոր տեսակի այս փաստաթղթերում Սերժի վաղվա 16-ից հետո հրապարակված չորնին պա բելմու մանրակրկիտ նկարագրված է թե ինչ է նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի կներեք, Հանրապետություն այստեղ ճանաչված չի, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, գրած է թե որ հարցերի վրա է դա տարածվում, գրած է թե որ միջազգային կառույցների հետ Լեռնային Ղարաբաղը կարող էր աշխատել, գրած է թե ինչպես է երաշխավորվելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մարդու իրավունքները գրած է որ դեմոկրատիա եւ այլն միջանկյալ կարգավիճակի մասին դա ֆիգա հիշատակումներ աստեղ ու նկարագրություններ երրորդ տենց ընթացիկ սուտը որ Նիկոլը ասում էր Սերժը համաձայնվել է փուլային տարբերակին Արա բացում ես այս թղթերը ժողովուրդ ջան Ռուսերեն տարբերակ բացեք նայեք գրած է պակետնի վարիանտ պակետ ինչ է նշանակում պակետ փաթեթ փաթեթային տարբերակ ոչ թե փուլային տարբերակ այլ պակետնի վարիանտ պակետային փաթեթային տարբերակ դաժե ըստեղ այս նման հարցերի մեջ էլի այս փաստաթուղթը Նիկոլի բոլոր ստերին այս թեման էլ հասկացանք, չէ։ Հա, հիմա այս ինքնորոշումը ասեցինք, գրած է սաղ, խախտված բալանսի մասին սրանց հեքիաթները պայթեցրեցինք, պակետնի վարիանտ ասեցինք, պրամիժուտեչնի ստատուս ասեցինք։ Հա, հիմա փորձելու են ձեզ շեղել մեղրիով, բանով եւ այլն։ Ինչ կապ ունի, ես չեմ մտնում այդ դետալների մեջ։ Ինչ կապ ունի Լիսաբոնի սամիտը 96 թվականի, ինչ կապ ունի Քիվեստը 2001 թվականի, Նիկոլ դու եկել ես իշխանության 2018-ին, դու ժառանգել ես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ Սերժից, ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, այլ Սերժ Սարգսյանից, դու պետք է խոսաս նրա մասին, թե Սերժը, որ թողել էր հայկական շահերի սպասարկման լավագույն օրինակներից մեկը քաղաքական փաթեթը, դու խի ես այդ փաթեթը քաք մեջ արեք կներեք բարիս համար, դիտավորյալ ես արել, չէ, եւ հիմա այս ստերով փորձում ես մարդկանց խաբել, բա ամոթ չի, ժողովուրդ մեզ ամոթ, որ այս մարդիկ հələ մտածում են, որ մենք էշ ենք, այնքան են մեզ ֆարցրել, այնքան են մեզ խաբել, այնքան են կռուտիտ մուտիտ հնարքներով երկարաձգել իրանց իշխանությունը, որ թվում է էս էլ կարան պալստացնեն, խրափաշքյարա է, չէ, ինչ որ դաժե Նիկոլը իր ձեռով հրապարակել է այսօր, ինք այս սաղ հրապարակածը Նիկոլի դեմ է, Նիկոլի քաղաքական դավաճանության մասին է, Նիկոլի ստերի մասին է, այս սաղ, ով որ ասում է աչք ունի, թող կարդա տեսնի, այս էլ ում իրանք են հրապարակել, այս էլ ում իրանց ինչ բանավեճ, քո հետ ինչ բանավեճ, քո հետ մաքսիմում ես եմ ասում քեզ, ես դաժե այսքանից հետո ես քո հետ կբանավիճեմ, զուտ մի բանի համար, ես զզվող չեմ, մոռացի Սերժի, վստահ եմ նաև Ռոբերտի ու Լևոնի հետ, բանավեճն ավարտված է, կանեց ֆիլմը, այս քո հրապարակած փաթեթը
Կանец ֆիլմը է, որովհետև սա պրոստը սենց տապանակար է քո քաղաքական պատմական կերպարի վրա, որովհետև այս փաթեթը նրա մասին է, որ դու դավաճանալ ես հայկական շահերը, որ դու ստել ես հայ ժողովրդին, որ դու հանձնել ես Լեռնային Ղարաբաղը։ Այս փաթեթը քո հրապարակած փաթեթը դրա մասին է։ Համաձայն չես, արի կբանավիճենք։ Հանգիստ, խախանդ, առանց ավելորդ ինչ էր ասում, էթիկա խնդալու է, չէ՞։ ՔՊ-ն եւ էթիկան, օքեյ։ Ձեր ուզած տաղավարում, հավասար պայմաններով ուղիղ եթերում, թե չէ Սերժ, Ռոբերտ, Լևոն չեն գալու, էսի պրծած է, հասկանում ես, սա պրծած է, ուզում ես 15 հատ գրանտուր քո մասին գիր գրեն, ուզում ես ԿԳՍՄ ճլեին, մի հատ էլ հանձնարարիթով, մի հատ էլ Աղավաղեն հայոց պատմությունը, ինչ ուզում ես արա, էս խարանա, ես տը գիտեի սրա մասին, բացի 19 թվի թղթից, բայց դու դա արդեն հրապարակել ես, բոլորի համար լուբոյը կարա մտնի, սա կարդա եւ տեսնի։ Էս է ժողովուրդ ջան, այսօր ճիշտ ասած ուրիշ թեմայով եմ ուզում լայվ անեի Եվրոմիություն Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների մասին, բայց դա մեկ այլ այդքան հրատապ չէր, ինչքան այսօր Նիկոլ Փաշինյանի այս, այսպես ասած, նվերը մեզ, որովհետև այն ինչ որ հրապարակվել է, նորից կրկնեմ, Նիկոլ Փաշինյանի մասին դիագնոզ, ախտորոշում, բուժումն էլ միայն հեռացում, ուրիշ թերապևտիկ բուժում սրան չկա, այսքանից հետո պրոստը տենց տուպը հեռացում, ոչ մի բանավեճ, ոչ մի բան, այս իմ ասածների մեջ, եթե ինչ-որ մեկը այդ քպայական ձեր սաղ կոդլից կներեք բառից համար, տենց ամենա ինտելեկտուալը կամ ամենատեղեկացվածը, որևէ բանակցային խնդրի հետ կապված իմ ասածների մասով կարա հակափաստակ բերի ձեր իսկ հրապարակած փաստաթղթերի հիման վրա, ես անհամբեր սպասում եմ, եթե այդպիսի աղջնակ կամ տղուկ կլինի, ես չգիտեմ, սա սուտ չէ, էլի սենց ճշտով կարաք հակադարձեք, ճշտով, փաստարկված, սպասում եմ, պարզա, որ զերո հակադարձում անելու, թե սաղ ինչ ասեցի, սաղ ճիշտ է ժողովուրդ, սաղ չոտքի է, սաղ ապացուցված է, բոլոր փաստաթղթերով, որոնք հրապարակել է նույն Նիկոլ Փաշինյանը այսօր։ Մնացեք խաղաղությամբ, որքանով դա հնարավոր է այս վիճակում, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։